Տեղեկություններ կան, որ այն 13 հոգին, որ ընտրվել է եւ արդեն խարանը այո, որ քվեարկեցին Արամ Վարդևանյանի օգտին։ Հա, եւ խարանը արդեն այսպես ասած, խարան։ այդպես են հիմա խոսում քաղաքական կուլիսներում արժի միջանցքում, որ այդ 13 հոգին, քանի որ արդեն թիրախավորվել է, այնպես անել, որ այդ նույն 13-ը էլի գան, ապահովեն ընդդիմության համար պակասող ձայները։ Ոչ մի տարբերություն չկա, թե ով կընտրի ընդդիմության տեխնացուին որոշումը կայացվում է ֆրակցիայի կողմից անուն ազգանունները այդտեղ։ Այսինքն բոլորդ եք պատասխանատու, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, 70% ընտրակեղծիքներով ընտրվածներին հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընտրելու համար։ Նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի 1% ձայն, բառի բուն իմաստով եմ ձեզ ասում, 1% ձայն եւ իշխանությունը հավաքի 99% ձայն, այն 4-րդ աթոռի նախագահությունում պետք է զբաղեցնի ընդդիմադիր տեխնացու կամ չպետք է զբաղեցնի ոչ մեկ։ Պիտի մնա դատարկ, ինչպես նախորդ 4 տարիներին դատարկ էր։ Այսինքն ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կախված չի ընդդիմության հավաքած ձայներից, ասում եմ 1% մի ձայներ եթե հավաքի ընդդիմությունը, իրենք միևնույն է ազգային ժողովում մանիպուլացնելու ըստ ընտրական օրենսգրքի չեն մանիպուլացնում, կազմելու են 33%, 33%։ Ձեզ համար տհաճ է Փաշինյանի այդ հայտարարության մասին խոսելը։ Չէ, ես դուք այդ Փաշինյանի հայտարարությունը կապում եք ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Փաշինյանի հայտարարությունը կապ չունի ազգային ժողովի փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Ոչ, ունի, որովհետև դուք ասում եք իրեն ձայները ընտրակեղծիքով են, ասել ընտրակեղծիքով։ Դուք ասում եք, որ վարչապետն ասել է, որ իրեն ձայները ընտրակեղծիքով են, այսպես եւ այնպես է։ Եվ հիմա դուք այդ ճիշտ է ասել, որ եղել է դա, բայց ես կրկնում եմ, նույնիսկ եթե հիմա կրկնում, ես հատուկ կրկնում եմ, եթե իրենք հավաքած լինեին ոչ թե քանի տոկոս են հավաքել, 20 քանի, չէ, 24, 25 չեմ հիշում։ Ասեմ նույնիսկ եթե 1% հավաքած լինեին, այստեղ նստածել լինելու 33% ընդդիմադիր падգամավոր։ Հիշում եք 18 թվականին, երբ մենք հավաքել էինք 70%, ասենք այնտեղ ֆրակցիա կար հավաքել էր 10%, բայց իրենք այստեղ ներկայացված էին 15-20%-ով, համապատասխան բանաձևով։ Այլ բան եմ ասում, Եղոյան, կներեք, ձեզ համար ընդունելի է, որ ձեր խմբակցությունը ընտրեց մի ուժի ներկայացուցչի եւ կընտրի հանձնաժողովի նախագահների պաշտոններում ուժերի ներկայացուցիչների, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի 100% ընտրակեղծիքներով են եւ 2 օր անց դառնում են 70% ընտրակեղծիքներով ընտրված։ Դուք ինչպես եք դա ձեր այդ հայտարարությունն ու այս գործողությունը ակնհայտ է, չէ՞ որ մեր հասարակության մեջ կան ընդդիմադիր մարդիկ, դա ակնհայտ բան է, չէ՞ հո հասարակության 100%-ը իշխանության համակիրը չի։ Եվ ակնհայտ է, չէ՞ որ մեր հասարակությունը խորհրդարան է գործուղել որոշ ընդդիմադիր ուժերի, ակնհայտ է, չէ՞ դա։ Եվ օրենքն ասում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է առաջադրեն փոխնախագահի տեխնացու։ Հիմա դուք ինձ ինչ եք ասում։ Ասում եմ, որ դուք ասում եմ մի ձայն էլ լինի, մեկ ձայն էլ որ ստացած լինեին։ Էլի այդ տեղին իրանք պետք է մարտար։ Եթե միայն Արամ Վարդևանյանը ինքը ընտրած լիներ, ուժեղ Հայաստան կուսակցության մեկ ձայն ստացած լիներ, եւ 99.99 ստացած լիներ ԿՊ-ն, միևնույնն է, ուժեղ Հայաստան ֆրակցիան էլի բաղկացած է լինելու 20 քանի падգամավորից։ Եվ իրանք էին իրավունք ունենալու առաջարկելու այդ։ Ո՞ս բան եմ ես ձեզ ասում, դուք ասում եք ընդունելի է։ Ներողություն, հարց ուշադրիր։ Եթե այդ մի տոկոսը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընտրակեղծիքներով է ձևավորվել, ձեզ համար ընդունելի է ազգային ժողովի կանոնակարգի պահանջը։ Մի տոկոսը ընտրակեղծիքներով չի, այդ մի տոկոսը խոսքը իրենց թվի մասին է։ Եթե մի տոկոսը աուտենտիկ ձայն, իհարկե իրանք կարող է եւ ունենան։ Հա, այսինքն օրինակի համար։ Հիմա 100%-ով էլ չեք համարում իրենց։ Մենք քաղաքականությունից ենք խոսում, ոչ թե մաթեմատիկայից։ Դուք ասված ամեն ինչ, սա քվանտային մեխանիկա չի, բառացի տենց ֆիզիկական իմաստով մարդկանց բերանից դուրս եկած խոսքի լուրջ մոտենալ։ Դուք լուրջ մոտեցեք, բայց քաղաքականության մեջ բառերը կարող են ունենալ տարածական մեկնաբանություն։ Դուք հասկացեք վարչապետի ասածը նենց, որ մեծապես ընտրակաշառքով ստացած։ Դուք տենց հասկացեք։ Ոչ թե հասկացեք նենց, որ բոլոր 360,000։ Ներողություն 100% է ասել։ Պարոն Եղոյան, իսկ Եվրամիությունը եթե մի տոկոս կեղծիքով ընտրված լիներ, ազգային ժողովը լեգիտիմ է լինի։ Ընկերներ, գոյություն ունի իրավական գնահատական եւ գոյություն ունի քաղաքական գնահատական։ Քաղաքական ուժերը կարող են քաղաքական գնահատականներ տալ։ Այն գնահատականը, որը կուզենան, բայց քաղաքական ուժերը չեն կարող ասել, դե քանի որ ես տալիս եմ այսպիսի քաղաքական գնահատական, այդ դրա հետևանքով ընդդիմադիր տեխնացուին չեմ ընտրում ազգային ժողովի փոխնախագահ։ Այդպես չի լինում։
ԵԱՏՄ-ից Ռուսաստանի Դաշնությունից ուլտիմատում հնչում է կողմնորոշվեք մնում եք ԵԱՏՄ-ում դուրս եք գալիս։ Դիտակցիր է Եվրոպական միությունից կան արձագանքներ Ռուսաստանի Դաշնության կողմից հնչող այդ ուլտիմատումների վերաբերյալ եւ ընդհանրապես Եվրամիության կողմից կա մեզ շտապեցնելու հարց չկա, Եվրամիությունը որևէ մեկին չի շտապում։ Ամենևին շտապեցնելու process չկա, Եվրամիությունը ընդհանրապես որևէ մեկին չի շտապեցնում։ Մենք ենք ցանկություն հայտնել, զերտացնել հարաբերությունները եւ իրենք ամեն կերպ մեզ աջակցում են այդ հարցում։ Իրենք շտապեցնելու հարց չկա, հարաբերությունները խորանում են։ Իսկ գործելավոճին ուլտիմատումին կողմնորոշվեք ունում եք թե գնում եք Եվրամիությունը դրան եւ այդ մասին խոսակցություն չի եղել, չէ։ Եվրամիությունը այդ ոճի խոսակցություն չի տանում։ Իմ գործընկերոջ հարցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին դուք ասիք բայր մնացած երկուսը, այսինքն ստացվում է այս սկզբունքը, որը որ ձեռնտու է Հայաստանին, դա դնում եք մի կողմ, դա հասկանալով դնում եք մի Մեկ այդ մասին խոսացել եմ, չէ, չի ստացվում։ Չէ, չի ստացվում։ Ես ձեզ խորհուրդ չեմ լսելու ես ձեր հարցը, արդեն լսեցի, ինչ եք ասում։ Դուք չեք ես ձեզ եմ հիմա նույնը ասում։ Դուք այդ երեք սկզբունքների աշխատանքը մի մեխանիզմի մեջ չեք պատկերացնում։ Այդ երեք սկզբունքները մի մեխանիզմ են։ Ինչպես ավտոմեքենայի շարժիչն է մեխանիզմ, դուք ավտոմեքենայի ոնց որ ավտոմեքենայից չեք կարող շարժիչից մի կտորը հանել, ասել ես այս կտորն եմ տանում շարժիչի, ինձ ձեռնտու կտորը, ասենք թե Porsche-ին մի վայրկյան ձեռնտուն գերադասվեց այն չգերադասվեց, իրանք միասին են աշխատում, ինչպես ավտոմեքենայի շարժիչը, իրանք միասին են աշխատում։ Ոնց աշխատեց մեր սկզբունքը, որը մեզ է։ Այդ մասին խոսացվել է միլիոն անգամ, եւ եթե դուք անկեղծորեն ուզում եք դա հասկանալ, կարող եք բացել ցանկացած ելույթ այդ թեմայով վարչապետի կողմից ունեցած եւ հասկանաք մեխանիզմը ասել ենք, ասենք միլիոն անգամ խոսել ենք եւ Լիսաբոնից ենք խոսել, հիմա ասենք հիմա դուք այդ ամբողջականության մեջ Արցախի ինքնորոշման իրավունքը ինչպես եք տեսնում այդ ես չեմ տեսնում, դուք պետք է հասկանաք, ես չեմ, դուք չեք, Հայաստանի վարչապետը չի, Ադրբեջանի նախագահը չի, տեսնողը միջազգային կոնսենսուսն է, դա պետք է հասկանաք, միջազգային կոնսենսուս Ես շատ բան կարող եմ տեսնել, բայց չեք ուզում պատասխանել դուք ինչպես եք տեսնում։ Լսեք, ձեր հարցը գիտեք ինչի նման է, ոնց որ ասեք դուք ինչպես եք տեսնում, լուսինը ինչպես է պտտվում երկրագնդի շուրջ։ Իմ տեսնելով չի։ Լուսինը ունի իր պտույտի ուղեցիրը։ Ես կարող եմ ասել այսպես է պտտվում։ Ես իմ տեսնելով չի, իմ ցանկությամբ չի լուսինը այդպես պտտվում, արեգակներն այնպես պտտվում։ Միջազգային վեճերը հարթելու միջազգային կոնսենսուսի հետ Հայաստանը եւ Հայաստանի քաշի չափսի պետությունները չէ այդ կոնսենսուսների վրա չեն կարող ազդել Ադրբեջանն չի կարող ձեզ ասեմ պետքա պայքարել եւ պայքարեցինք պետքա պայքարել եւ պայքարեցինք պետքա պայքարել եւ պայքարեցինք ձեր բողոք մինչեւ պատերազմում պարտություն։ Բայց պատերազմից հետո էլ են այդ սկզբունքի մասին հիշատակել, Բորելը, Շոլցը, ախր պարոն Եղոյան, պիտի մի քիչ, եթե լավ աշխատենք։ Ես դες ասում եմ մեխանիզմ, դուք ասում եք սկզբունքի հիշատակել, նույնց եմ։ Դրանք մեխանիզմներ են, որոնք աշխատում են միասին, կրկնում եմ, ինչպես ժամացույցի մեջի մեխանիզմները միասին են իրենք աշխատում։ Այդ սկզբունքը այն չի ասում, որ ժողովուրդը, որ ազգը, որ պետության տարածքում ապրող հայտարարում է, որ ինքը ուզում է ստանալ անկախ պետություն այդ պետության կազմից դուրս, ուրեմն մենք հեսա հարցը կդնենք մակում եւ այդ պետությունը կստանա անկախություն։ Նման բան եթե նկատել եք, շատ քիչ է լինում, շատ քիչ։ Նույն կարելի է ասել չի լինում, շատ քիչ։ Այն դեպքերը դուք պետք է ուսումնասիրեք, թե այն դեպքերում որ լինում են, ինչու են լինում, ինչպես են լինում։ Ձեր սիրած օրինակում, Կոսովոյի օրինակում, պետք է նայեք ոնց է դա լինում, որ Գիտեմ, ես գիտեմ, որ դա ձեր սիրած օրինակն է, որտեվ դուք ասեք, բայց լինում են, չէ՞։ Եվ այդ Չէ, որովհետև ես կարողանում եմ հասկանալ, թե մարդը ինչ ասելով ինչ նկատի ունի։ Եթե դուք ասում եք լինում են օրինակներ, դուք ինչ նկատի ունեք, ասենք Արևելյան Թիմորի օրինակը նկատի ունեիք։ Դուք դժվար թե նկատի ունենայիք Արևելյան Թիմորի օրինակը, չէ՞։ Դուք պետք է նկատի ունենաք մեզ շատ հայտնի Կոսովոյի օրինակը, եւ դուք պետք է կամ ցանկացած այլ օրինակ ձեր ասած, եթե դուք նայեք, որ ասում եք լինում են, չէ՞, դուք պետք է նայեք, թե դա ոնց է եղել, որ պետությունների միջամտությամբ եւ ուժերի ինչ հարաբերակցությամբ։ Սա պետք է հասկանալ
Եվ մեր ժողովուրդը սա պետք է իմանա, թե ոնց է աշխատում այդ մեխանիզմը։ Աշխարհում նոր պետություններ կարող են ձևավորվել միայն այդ պահին արկա գերտերությունների կոնսենսուսով։ Պարզեմ ասում սա։ Պարզեմ ես սա ասում։ Սա ինձ թվում է պարզ բան է։ Ու սա միշտ է այդպես եղել։ Հռոմի ժամանակ էլ այդպես եղել, Բյուզանդիայի ժամանակ էլ, արաբական խալիֆայության ժամանակ էլ։ Դուք հաստատ կարդացած կլինեք, չէ՞, որ Բաղդադյունների թագավորության վերականգնման ժամանակ մեր անկախության ասում են թագը ստացավ արաբական խալիֆայությունից, թագը ստացավ բյուզանդական կայսրությունից, դա ի՞նչ է նշանակում այդ թագը ստացավ։ Նշանակում որ ճանաչեցին այդ ժամանակի գերտերությունները, որ Հայաստանի թագավորությունը կարող է վերականգնվել։ Դա կոչվում է միջազգային ճանաչում։ Գիտեք, չէ՞ դա ինչ է։ Ոչ թե ինչ-որ տեղ ինչ-որ բաներ գրած, ինչ-որ փաստաթղթերում, որ Բյուզանդիայի կայսրը նայեց, ասեց, «Օ, սկզբունք եմ տեսել ես միջազգային փաստաթղթում», ասեց, չէ, հաշվարկեցին ուժերը, եւ մեկը եւ մյուսը տեսան, որ երկուսին էլ այդ պահին ձեռնտու է, որ այդ թագը ուղարկեն Հայաստանի թագավորին, ճանաչեն իր ինքնիշխանությունը։ Նույնը հիմա է։ Եթե գերտերությունները գալիս են կոնսենսուսի, նոր պետություններ ստեղծվում են, եթե չեն գալիս կոնսենսուսի, մասնակի ճանաչված են լինում ինչպես Կոսովոն կամ լինում է պատերազմ, ինչպես բազմաթիվ այլ դեպքերում։ Պարզ բան եմ ես դες ասում։ Պարզ, շատ պարզ բան եմ ասում, պետք չի ես մտքից այդպես բան անել։ Նեղվել ու հերում փախչել եւ վարդագույն ակնոցներով այլ իրականություն կտրել։